Քաղաքացիական ծառայության համակարգն ու քաղաքծառայողները պետք է նոր, ավելի բարձր աստիճանի հասնեն։ Եվրոպացիները եկել են իրենց երկրի փորձը ներկայացնելու ու խորհուրդներ տալու համար։ Անյա Նեյթն է, քաղաքծառայող է Բելգիայի տրանսպորտի ու կապի կառավարական համակարգում, հավատացնում է, իր երկրում յուրաքանչյուր քաղաքծառայողի ընդունելությունն արվում է բաց ու թափանցիկ, իսկ մասնագիտական պահանջները մասնավորի պահանջներից չեն տարբերվում։ Կոմպետենտություն, գիտելիք, ներուժ իմ երկրում այս 3 սկզբունքով են ընտրում քաղաքծառայողներին։ Պահանջները խիստ են, ինչպես մասնավոր սեկտորում, աշխատավարձն էլ շատ մրցունակ է։ Աշխատավարձը մրցունակ չէ, մոտիվացիան ոչ բավարար, քաղաքծառայության հայկական առանձնահատկությունները ներկայացնում է քաղաքծառայության խորհրդի նախագահը, բայց այս խորհրդաժողովը հենց լուծումներ գտնելու համար է։ Մենք անցում ենք կատարում կարիերահեն եւ արժանիքահեն քաղաքացիական ծառայության համակարգի պատասխանատվությունը եւ հաշվետվողականությունը, կայունությունը, հասանելիության հավասարությունը, բարեվարկությունը, անաչառությունը եւ քաղաքացիամետ ծառայությունը։ Հենց այսպիսի համակարգ է ուզում կառավարել Մանվել Բադալյանը, առաջին քայլերն արդեն արվել են, սոցփաթեթներն աշխուժություն ու հետաքրքրություն մտցրեցին քաղաքծառայության ոլորտում, փնտրվում են նոր շահագրգռող ծրագրեր։ Մեր խոսքը եւ մեր ցանկությունը նա է, որ պետական ծառայողը, քաղաքացիական ծառայողը իր գործունեության ընթացքում թեկուզ կենսաթոշակային, բուժական, սպասարկումների, պետության կողմից այս կամ այն ասպարեզում ինչ որ վերաբերմունքի դրա մասին մտածել է։ Առումով ինքը տարբեր է, որտեղ պետությունն էլ պետք է հոգա այդ մարդու մասին։ Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին նույնպես զգում է պարտավորություն Հայաստանում քաղաքծառայության ոլորտը զարգացնելու համար։ Եվրոպական միությունն առաջիկայում ֆինանսական աջակցություն կտրամադրի, նախապատրաստվում է նաև օրենքի նախագիծ։ Այս ամենի արդյունքը պետք է երևա արդեն 2020-ին, երբ կունենանք արդիականացված, կատարելագործ ու մրցունակ քաղաքացիական ծառայության համակարգ։ Մանուիլյան, Ալբերտ Գալստյան, ժամը լրատվական։